Սիրելի ուժեղ արտաշատցիներ, ողջունում եմ ձեզ։ Սպասված փոփոխությունը լինի, երկիրը ոտքի կանգնի։ Սամվել Կարապետյանի ուղերձն իրենց քաղաքում լսելուց հետո արտաշատցիներն ասում են, ամրապնդվում է իրենց հույսն ու չհանձնվելու կամքը։ Թեև անձամբ ձեր կողքին չեմ, բայց ես միանում եմ ձեր բոլորի ձայներին։ Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու, եւ այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։ Իմ վախը գիտես մենակ որն է, որ իմ երեխեն չոքա չաբրի։ Շո, իմ երեխեն պետք է գլուխը բարձր ապրի։ Հայաստանի մեջ, որ չփախնի այս կոմենտում։ Պետք է Հայաստանի մեջ ապրի։ Ես մի բան եմ ուզում, այս երկիրը ոտքի կանգնի։ Սամվել Կարապետյանն եմ ուզում 100% փոփոխությունները լավ կլինի։ Ես ուզում եմ, որ մեր ընտրությունը լինի լավի ու լավագույնի միջև։ Իսկ այդ լավագույն անունն է Սամվել Կարապետյան։ Մի փոքրիկ խմբակ, մի 20 հոգանոց որոշել է, որ այս անցած ճանապարհը հեչ, Արտաշատին պետքա վախացնի։ Կկարողանա։ Մի քանի տասնյակ ոստիկաններ պատկազմած հսկում են ուժեղ Հայաստանի խաղաղ հանդիպումը արտաշատցիների հետ։ Դիմում եմ մեր համազգեստով հայրենակիցներին։ Ձեր մարզում, Արարատի մարզում, վերջի 8 տարվա ընթացքում հանցագործությունները 3 անգամ աճել են։ 5400 հանցագործություն է 24 թվին արդեն եղել։ Ծանր հանցագործությունները ձեր մարզում 10 անգամ աճել են։ Ընդդիմությունն է, որ այն խնդիրն է, որով պետք է զբաղվենք, ժողովուրդ։ Թե հանցագործություններն են, թե երկիրը, որ ձեռից գնում է, կառավարումը, երկրի ճիշտ կառավարումը։ Այլ ոլորտներում էլ խնդիրները քիչ չեն։ Ցանքատարածությունները կրճատվել են, առևտուրը նվազել, Արարատի մարզում գյուղատնտեսության տեմպը թուլանում է։ Նարեկ Կարապետյանը խոստանում է, Արարատում չպիտի լինի թեկուզ 1 մետր չմշակված հող, բայց մինչև այդ քամիները ճանապարհել է պետք։ Մի բան պետքա մենք սովորենք ու գնանք այդ ուղղությամբ։ Քամիները գալիս են, գնում են ամեն մի քանի տարին մեկ, բայց այս քամիները լուրջ բան չեն փոխում, եթե տակից մենք չենք կառուցում։ Այս քամիները պետքա ճամփենք ու կառուցենք։ Այս ռեժիմը թիրախավորեց նաև ինձ, բայց իրենք այստեղ էլ սխալվեցին, չգնահատելով մեր իրական ներուժը ու պայքարող տեսակը։ Հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակավոր ուսուցչուհի, հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ, ցանկանալով իր ծննդյան կապակցությամբ իրեն հեռուստացույց նվիրել։ Արտաշատում բացվեց ուժեղ Հայաստանի հերթական գրասենյակը։ Այսն ամփոփվեց քաղաքում քայլերթով, նախ ծաղիկներ ու խոնարհում 44-օրյա պատերազմում զոհված արտաշատցիների հիշատակին։ Քաղաքի գլխավոր հրապարակում արդեն ազգային երգու պարով դիմավորեցին ուժեղ Հայաստանի թիմին։ Սա այն է, ինչ ուզում և ինչին սպասում էինք, ընթացքում երթը ողջունում ու միանում էին մարդիկ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիա